Ողջույն սիրելի հետևորդներ։ Եթե այսօր ձեզ հարցնեն, ինչն է ավելի դժվար, ղեկավարել մարդկանց, թե սիրել նրանց։ Շատերը կասեն ղեկավարելը, բայց Սուրբ Գիրքն ասում է, ամենադժվարը հովվությունն է։ Ղեկավարը կարող է հրաման տալ, հովիվը պետք է իր կյանքը տա հոտի համար։ Ղեկավարը կարող է պահանջել, հովիվը պետք է ծառայի։ Ղեկավարը կարող է վախ ներշնչել, հովիվը պետք է վստահություն ներշնչի։ Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ բոլորը ցանկանում են բարձրանալ, երևալ, ղեկավարել, ազդեցություն ունենալ, բայց սոցիալական ցանցերում բոլորը ձգտում են դառնալ առաջնորդներ։ Բայց Պետրոս Առաքյալը ներկայացնում է Աստծո առաջնորդության լրիվ հակառակ մի մոդել։ Արածացրեք Աստծո հոտը, ոչ թե բռնությամբ, այլ սիրով։ Այս խոսքերը միայն քահանաների կամ եպիսկոպոսների համար չեն։ Դրանք վերաբերում են յուրաքանչյուրին, ով պատասխանատու է մեկ ուրիշ մարդու համար, ծնողին, ուսուցիչին, հրամանատարին, գործատուին եւ նույնիսկ այն մարդուն, ով իր օրինակով ազդում է ուրիշների վրա։ Այսօր եկեք տեսնենք, թե ինչպիսին այն առաջնորդը, որին Աստված վստահում է մարդկանց սրտերը։ Ուստի աղաչում եմ երեսներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնության։ Արածացրեք ձեր հոտերը, որ ձեզ հանձնված է վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո, ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ, ոչ թե տիրելով դրանց, որ բաժանակած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ հովապետը երևա, փառքի անդառն պսակ ընդունեք։ Նույնպես եւ դուք երիտասարդներ, հնազանդ եղեք ձեր ծնողներին, ծերերին, բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի, ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։ Ամեն։ Արածացրեք Աստծո հոտը։ Պետրոսը նախ դիմում է երեսներին։ Ուշադրություն դարձրեք, նա չի ասում կառավարեք ձեր հոտը։ Նա ասում է արածացրեք Աստծո հոտը։ Այս մեկ արտահայտության մեջ ամբողջ հովական աստվածաբանությունն է։ Հոտը քոնը չէ, ժողովուրդը քոնը չեն, եկեղեցին քոնը չէ, այն Աստծո տունն է, դու պարզապես տնտեսն ես, ոչ թե տերը։ Սա ազատում է նաև ծառայողին հպարտությունից։ Սուրբ Հովհան Ոսկեբեյանն ասում է, ով հիշում է, որ հոտը Աստծունն է, նա երբեք մարդկանց չի օգտագործի իր փառքի համար, այլ կծառայի նրանց որպես Տիրոջ սեփականությանը։ Այս խոսքերը հատկապես կարևոր են այսօր, երբ նույնիսկ հոգևոր ծառայության մեջ երբեմն կարող է առաջանալ անձնական հեղինակության որոնում, ոչ թե հարկադրաբար, այլ հոժարությամբ։ Աստված երբեք չի սիրում հարկադրանքի վրա հիմնված ծառայությունը։ Ծառայությունը պետք է ծնվի սիրուց։ Եթե մարդը միայն պարտականությունից է ծառայում, շուտով կհոգնի, բայց եթե ծառայում է սիրով, նույնիսկ դժվարությունների մեջ չի դադարի։ Համեմատենք մեր ժամանակների հետ, ապա կտեսնենք, այսօր շատերը հարցնում են. ինչ եմ ստանալու այս գործից։ Պետրոսը հիշեցնում է, հարցնում է, ինչ կարող եմ տալ այս ծառայության համար։ Սա ամբողջ տարբերությունն է աշխարհի եւ ավետարանի մտածողության։ Ոչ թե շահախնդրությամբ Պետրոսը զգուշացնում է ծառայության ամենամեծ վտանգներից մեկի մասին՝ շահախնդրությունը։ Խոսքը միայն դրամի մասին չէ։ Մարդը կարող է ծառայել գովասանքի համար, ճանաչման համար, ազդեցության համար, իշխանության համար, բայց Քրիստոսը ծառայեց միայն սիրով։ Սուրբ Գրիգորն ասում է, որ իրական հովիվը նախ իր կյանքով է քարոզում, հետո իր խոսքով։ Եթե առաջնորդի կյանքը հակասում է նրա քարոզին, նրա խոսքը կորցնում է իր զորությունը, ոչ որպես տիրելով, այլ օրինակ լինելով։ Սա ամբողջ հատվածի առանցքային գաղափարներից մեկն է։ Քրիստոնեական առաջնորդությունը իշխանության ցուցադրում չէ, այն օրինակով առաջնորդելն է։ Հիսուսը լվաց աշակերտների ոտքերը։ Նա ցույց տվեց, որ մեծությունը ծառայության մեջ է։ Համեմատենք մեր ժամանակների հետ, կտեսնենք, որ այսօր շատ ծնունդներ երեխաներին ասում են, արա այն, ինչ ես ասում եմ, բայց երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են։ Նույնը եկեղեցում է, նույնը բանակում, նույնը հասարակության մեջ։ Մարդիկ ավելի շատ հետևում են օրինակին, քան խոսքերին։
Սուրբ Օգոստինոսն ասում է, ով ուզում է առաջինը լինել, թող առաջինը լինի սիրելու, ներելու եւ ծառայելու մեջ։ Պետրոսը հիշեցնում է, որ բոլոր հովիվներն ունեն մեկ հովապետ՝ Քրիստոսին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ծառայող մի օր պատասխան է տալու, ոչ թե մարդկանց առաջ, այլ Աստծո առաջ։ Սա միաժամանակ եւ պատասխանատվություն է, եւ մխիթարություն։ Եթե մարդկանց գնահատանքը չստանաս, բայց հավատարիմ մնաս Քրիստոսին, նա կտա փառքի չթառամող պսակը։ Սուրբ Եփրեմ աստորին ասում է, որ երկնային պսակները ժամանակի ընթացքում մարում են, բայց Քրիստոսի տված պսակը հավիտենական է, որովհետև այն սիրո եւ հավատարմության պարգևն է։ Երիտասարդներ, հնազանդվեք, բոլորդ խոնարհություն ունեցեք։ Հանկարծ Պետրոսը խոսում է ոչ միայն առաջնորդների, այլ բոլորի մասին։ Նա ասում է. խոնարհություն ունեցեք, որովհետև խոնարհությունը պարզապես զգացում չէ, այն գիտակցված ընտրություն է։ Ինչպես ամեն օր հագուստ ենք ընտրում, այնպես էլ ամեն օր պետք է ընտրենք խոնարհությունը։ Այսօր աշխարհը սովորեցնում է. ցույց տուր, թե որքան մեծ ես, ապացուցիր, որ լավագույնն ես, թույլ մի տուր, որ քեզ շրջանցեն։ Քրիստոսն ասում է. ով իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է, կբարձրացվի։ Սա ավետարանի ամենահակասական, բայց ամենահզոր օրենքներից մեկն է։ Եթե ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, սա հատվածի ամենասիրելի խոսքերից մեկն է։ Պետրոսը չի ասում թաքցրեք ձեր հոգսերը, չի ասում մի անհանգստացեք, նա ասում է տվեք դրանք Աստծուն։ Ինչու՞, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին։ Սա քրիստոնեության ամենաքնքուշ նախադասություններից մեկն է։ Աստված միայն աշխարհի արարիչը չէ, նա նաև քո հոգսերի կրողն է։ Աթանասն ասում է, որ Աստծուն հանձնել հոգսերը չի նշանակում դադարել գործել, այլ դադարել ապրել վախի իշխանության տակ։ Այսօր աշխարհը տառապում է առաջնորդության ճգնաժամից։ Կան շատ ղեկավարներ, քիչ ծառայողներ, շատ հրաման տվողներ, քիչ օրինակ ցույց տվողներ, շատ ազդեցություն փնտրողներ, քիչ սեր նվիրողներ։ Պետրոս առաքյալը մեզ հիշեցնում է, իսկական մեծությունը ծնվում է խոնարհությունից եւ ծառայությունից։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր։ Եթե որևէ մեկի համար պատասխանատու ես, ամեն օր հիշիր, որ նա նախ Աստծուն է պատկանում։ Ծառայիր սիրով, ոչ թե պարտադրված զգացումով։ Մի օգտագործիր մարդկանց քո փառքի համար։ Քո խոսքերից առաջ թող խոսի քո կյանքը, ամեն օր մի փոքր գործ արա, որի մասին ոչ ոք չի իմանա։ Միայն Աստված։ Սովորիր ընդունել նաև քննադատությունը առանց վիրավորելու։ Երբ հոգսեր ունենաս աղոթքի մեջ, դրանք գիտակցաբար հանձնել Աստծուն։ Մի ձգտիր առաջինը լինել փառքի մեջ, այլ ծառայության մեջ։ Խոնարհությունը համարիր ոչ թե թուլություն, այլ հոգևոր հասունության նշան։ Ամեն երեկո հարցրու քեզ, այսօր ես մարդկանց իշխել եմ, թե ծառայել։ Սուրբ Հովան Ոսկեբերանը հիշեցնում է, որ հովիվը պատասխանատու է ոչ միայն իր խոսքի, այլև յուրաքանչյուր իրեն վստահված հոգու համար։ Սուրբ Գրիգորը շեշտում է, որ առաջնորդի կյանքի ամենահզոր քարոզը նրա անձնական օրինակն է։ Սուրբ Օգոստինոսը սովորեցնում է, որ խոնարհությունը բոլոր առաքինությունների հիմքն է, որովհետև առանց դրա նույնիսկ մեծ գործերը կարող են սնվել հպարտությամբ։ Սուրբ Եփրեմ աստորին ընդգծում է, որ հավիտենական պսակը տրվում է ոչ թե ամենահայտնի, այլ ամենահավատարիմ ծառայողին։ Սուրբ Աթանասը հիշեցնում է, որ Աստծուն վստահված հոգսը դադարում է մեզ կործանող բեռ լինել եւ դառնում է հավատքի փորձություն, որն ամրացնում է մեզ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս հատվածը մեզ տալիս է մի մեծ գաղտնիք։ Աստծո աչքերում մեծ մարդը նա չէ, ով շատերին է ղեկավարում։ Մեծ մարդը նա է, ով շատերին է սիրում։ Քրիստոսը կարող է իշխել ամբողջ աշխարհին ուժով, բայց նա ընտրեց խաչը։ Նա ընտրեց ծառայությունը, նա ընտրեց սերը, եւ հենց այդ պատճառով նրա թագավորությունը երբեք չի կործանվի։ Եթե դու ծնող ես, եղիր հովիվ քո ընտանիքի համար։ Եթե քահանա ես, եղիր հովիվ քո հոտի համար։ Եթե հրամանատար ես, եղիր օրինակ քո զինվորների համար։ Եթե երիտասարդ ես, խոնարհություն ունեցիր, ոչ թե հպարտություն։ Եվ եթե այսօր հոգսերով ծանրաբեռնված ես, հիշիր առաքյալի ամենամխիթարիչ խոսքը. ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին։ Դու մենակ չես։
Քո կյանքի իրական հովիվը քայլում է քո կողքով, վստահիր նրան, ծառայիր սիրով, ապրիր խոնարհությամբ, եւ այն օրը, երբ կհայտնվի հովապետը, կլսես ամենագեղեցիկ խոսքերը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս սուբգրային հատվածի մեկնությունը ուղարկել քո սիրելի բարեկամներին, ընկերներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։